Ամեն օր մեր հետ ու մեր քթի տակ կատարվում են բաներ, որոնք ունեն իրենց բացատրությունը։ Այդ հարցերի մեջ մենք հաճախ չենք խորանում։ Մտածիրը շարք է, որտեղ խոսում ենք մեր կողքի ու մեր հետ կատարվող երևույթների մասին։ Իսկ այս թողարկմանը պատմելու ենք հերթ կանգնելու հոգեբանության մասին։ Փորձելու ենք հասկանալ ինչ անել, որ ոչ թե երևույթները, այլ մենք կառավարենք մեր կյանքը։ Սիրում եք սպասել։ Եթե ասել եք այո, չեմ հավատում։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ մեր կյանքը մի մեծ սպասասրահ է։ Եթե փորձենք հաշվել, թե որքան ժամանակ ենք անցկացնում պարզապես սպասելով, թվերը կապշեցնեն մեզ։ Մենք սպասում ենք լուսացույցի կանաչ լույսին, վերելակին, սպասում ենք մինչև համակարգիչը կմիանա, մեքենան կտաքանա կամ սուրճը կպատրաստվի։ Թվում է, սա մեր առօրյայի ամենաձանձրալի ու անիմաստ մասն է։ Մի տեսակ դատարկ ժամանակ, որը մենք ուզում ենք հնարավորինս արագ կրճատել։ Բայց երբևէ մտածել եք, որ հենց այդ սպասման պահերին բացահայտվում է մեր իրական տեսակը։ Ամենօրյա հերթը պարզապես մարդկանց շարք չէ, այն բարդ հոգեբանական մեխանիզմ է։ Մի հայելի, որտեղ արտացոլվում են մեր բնազդները, մեր արժեքները եւ նույնիսկ մեր վախերը։ Այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչու է հերթը մեզ երբեմն հունից անում, իսկ երբեմն էլ թվում հաճելի։ Ինչու է այս ձանձրալի երևույթը իրականում մարդկային հոգեբանության ամենահետաքրքիր բաժիններից մեկը։ Սպասելը նոր երևույթ չէ։ Այն մեզ ուղեկցում է քաղաքակրթության սկզբից։ Մեր նախնիները շատ ավելի երկար են սպասել, քան մենք։ Տարբերությունն այն է, թե ինչին ենք սպասել։ Իրենք սպասել են անձրևի, որ բերքը չչորանա, կամ հեռվից եկող լուրերի։ Իսկ մենք ամեն օր սպասում ենք տրանսպորտին, ծանրոցներին կամ մեկ այլ բանի։ Մեր օրերում հերթը դարձել է ազդանշան։ Երբ մենք փողոցում քայլելիս տեսնում ենք խանութի առջև հավաքված մարդկանց, մեր ուղեղն ակնթարթորեն ակտիվանում է։ Մենք նույնիսկ չգիտենք ինչ են այնտեղ վաճառում, բայց մեր ներքին ձայնը հուշում է։ Եթե այսքան մարդ սպասում է, ուրեմն այնտեղ մի կարևոր բան կա։ Սա մեր ամենահին բնազդներից մեկն է։ Հետևել մեծամասնությանը։ Հազարավոր տարիներ առաջ խմբին հետևելը գոյատևման երաշխիք էր։ Եթե բոլորը հավաքվում էին միտեղ, դա նշանակում էր կամ ուտելիք կա, կամ վտանգից են պաշտպանվում։ Այսօր այդ բնազդը ստիպում է կանգնել հերթում նույնիսկ այն ժամանակ, երբ մենք դրա կարիքը չունենք։ Հերթը բառացիորեն արժևորում է ապրանքը մեր աչքերում։ Իհարկե, հերթը միայն ընտրության մասին չէ։ Այն փոխում է մեր ընկալումն արժեքի մասին։ Սա կոչվում է արդարացման մեխանիզմ։ Մեր ուղեղը չի սիրում զգալ, որ ինքը ժամանակն անիմաստ է վատնել։ Եթե 15 րոպե կանգնել ենք հերթում սովորական սուրճի համար, մեր ուղեղը սկսում է համոզել մեզ, որ այդ սուրճն աշխարհի ամենահամեղն է։ Ոչ թե որովհետև բաղադրությունն է փոխվել, այլ որովհետև մենք ենք դրա մեջ ժամանակներ դրել։ Ինչքան երկար է սպասում, արդյունքն ավելի արժեքավոր է դառնում։ Հերթը ունի նաև մութ կողմ։ Այն հաճախ դառնում է լարվածության եւ անհանդուրժողականության պատճառ։ Հենց մեկը փորձում է արդարությամբ մեզնից առաջ անցնել, մենք դա ընկալում ենք որպես անձնական վիրավորանք։ Դա խախտում է հավասարության մեր ներքին զգացումը։ Մյուս կողմից հերթն ունի նաև մի շատ գեղեցիկ մարդկային կողմ։ Գուցե մարդիկ բարձրաձայն վիճում են կամ դժգոհում, բայց հենց հայտնվում է մի տարեց մարդ, հղիկին կամ երեխայի հետ ծնող, այդ նույն բարկացած մարդիկ միանգամից զիջում են իրենց տեղը։ Սա ցույց է տալիս, որ հերթը բացի չոր կանոններից ունի նաև ներքին բարոյական օրենքներ։ Հետաքրքիր է, որ հերթում ժամանակը չի հոսում այնպես, ինչպես սովորական ժամացույցի վրա։ Հոգեբանության մեջ կա մի կանոն։ Երբ պարզապես չես սպասում, այլ ընթացքում զրուցում ես մեկի հետ կամ որևէ բանով զբաղվում, թվում է, թե երկար չես սպասել։ Եթե հերթում ենք ու ոչինչ չունենք անելու, մեր ուղեղը սկսում է կենտրոնանալ յուրաքանչյուր վայրկյանի վրա, եւ ժամանակը ձգվում է զսպանակի պես։ Ահա թե ինչու են ժամանակակից սպասասրահներում դնում հեռուստացույցներ, ամսագրեր կամ գունավոր ցուցափեղկեր։ Դրանց նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ մեր ուշադրությունը շեղելը։ Իրական սպասումը չափվում է րոպեներով, բայց զգացած սպասումը չափվում է մեր ուշադրությամբ։ Բացի այդ, մարդը սիրում է կանխատեսելիություն։ Անորոշությունը ծնում է տագնապ։ Եթե մենք կանգնած ենք ու չգիտենք ինչքան պետք է սպասել, դա տանջալի է։ Բայց հենց տեսնում ենք մի ցուցանակ կամ լսում ենք սպասման ժամանակը 10 րոպե, մեր ներվային համակարգը հանգստանում է։ Նույնիսկ եթե այդ 10 րոպեն իրականում 14 է։ Հստակության փաստը մեզ ստիպում է ավելի համբերատար լինել։ Մենք ապրում ենք ակնթարթային լուծումների դարաշրջանում։ Ամեն ինչ հասանելի է մեկ հպմամբ։ Սնունդը, տեղեկատվությունը, զվարճանքը։ Սա մեզ դարձրել է ավելի անհամբեր։ Որքան արագ է դառնում աշխարհը, այնքան դանդաղ է թվում հերթը։ Բայց այստեղ կա մի մեծ հակասություն։ Մենք ատում ենք հերթ կանգնելը բանկում կամ հացի խանութում, բայց պատրաստ ենք ժամերով սպասել սիրելի երգչի համերգի հերթում։ Այսինքն հերթը դադարում է լինել խոչընդոտ, այն դառնում է իրադարձություն։ Մարդիկ լուսանկարվում են հերթում, սոցհարթակներում հետևորդներին պատմում այդ փորձառության մասին։ Սպասելը դառնում է ապացույց,
որ մասնակցում են մի կարևոր պատմության։ Ի վերջո, հերթի ամենակարևոր դասը ոչ թե տնտեսագիտական է կամ սոցիալական, այլ խորը մարդկային։ Հերթը մեզ հիշեցնում է, որ մենք չենք վերահսկում ամեն ինչ։ Մեր այս գերարագ կյանքում հերթը միակ տեղն է, որտեղ ժամանակը կանգ է առնում ու ստիպում մեզ կանգնել։ Գուցե հենց այդ պահերին ենք մենք վերադառնում իրականություն։ Հերթը մեզ հնարավորություն է տալիս նայելու շրջապատին, լսելու ուրիշներին, մտածելու այնպիսի բաների մասին, որոնց համար վազքի մեջ ժամանակ չունենք։ Իրականում սպասումը միշտ չէ, որ կորցրած ժամանակ է։ Հերթը կարելի է օգտագործել մտածելու համար, կյանքի, գործերի, մեզ հաճելի կամ անհանգստություն պատճառող թեմաների մասին։ Հերթը ցույց է տալիս ոչ միայն մեր համբերությունը, այլև այն, թե ինչին ենք մենք պատրաստ սպասել։ Մենք պարզապես ներկայացրինք թեման տարբեր կողմերից, որպեսզի հաջորդ անգամ հերթում հայտնվելիս գուցե մի պահ ժպտաք ու հասկանաք, թե ինչ մեծ խաղի մասնակից եք հենց այդ պահին։ Ինչպես օգտագործել այդ սպասման րոպեները, բարկանալ, առաջ անցնել, թե պարզապես վայելել այդ հարկադիր դադարը։ Մենք պարզապես ամեն օրվա անելիքն ու այն մեխանիզմները, որոնք աշխատում են էկրանի այն կողմում, վերլուծել ենք։ Մեր նպատակը ձեզ համոզելը կամ որևէ բան քարոզելը չէ։ Ի վերջո, ձեր ժամանակն ու ձեր ուշադրությունը տնօրինողը միայն դուք եք, եւ հենց ձեզ է պատկանում ընտրության իրավունքը։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ միասին մտածենք մեր շուրջը կատարվող երևույթների մասին, որոնք չեն անհանգստացնում, բայց կառավարում են մեր վարքագիծը։